Բարի երեկո եւս մի անգամ մենք վերադարձանք տաղավար, մեր հյուրը արդեն իր տեղում է, բարի երեկո պարոն Շարմազանով, ուրախ ենք այսօր, որ դուք եք մեզ հետ լինելու։ Նմանապես։ Մենք արդեն այսօր քննարկել ենք Նիկոլ Փաշինյանի գոհարները, քննարկել ենք քաղաքապանտարկյալներին, քննարկել ենք արտադատության նախարարին, ինձ թվում է բոլոր ակտուալ թեմաներին անդրադարձել ենք, բացի ամենակարևորից, դա էլ ձեզ էինք սպասում, եթե անկեղծ լինենք, էլի։ Շնորհակալ եմ։ Երեք վերջապես հրապարակվեցին բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի, ես ինչքան հասկանում եմ, մի մասը, որովհետև այդպիսի արձագանքներ կան համացանցում, այսօր Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովի ելույթի ժամանակ ասաց, դե նա էլի ուզում էիք գլուխս տարել էիք հրապարակի, հրապարակել եմ, էլ բանավիճելու բան չունեմ, թող հերթով սենց կարդան այդ թղթերը ու պատասխանեն, կարդան։ Ամեկ էլ մի հետաքրքիր բան էլ ասաց, քիվեստի փաստաթուղթ չկա այդ փաթեթի մեջ, ասաց, ինչ կա, ասում առաջին նախագահի փաթեթից մնացած ինչ որ թուղթ է, որը ժամանակին ես հայկական ժամանակում տպել եմ, դրա համար եմ այդ հոդվածը դրել, էդ է, քիվեստի փաստաթուղթը հեժեի հոդվածն է։ Բանն եք ասելու, պարոն Շարմազանով, այս թեմայի շուրջ։ Իհարկե ունեմ ասելու եւ նաեւ դրա համար եմ եկել, բայց նախ եւ առաջ ուզում եմ ողջունեմ նիկոլական ռեժիմի բոլոր պատանդներին։ Այսինքն մենք էլ ենք պատանդ, բայց իրանք անազատության մեջ գտնվող պատանդներ են, թե չէ Հայաստանում չկա մի գիտակից ազգային գիտակցություն ունեցող մարդ, որը պատանդ չէ այս ռեժիմի, բայց մեր ընկերները Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Դավիթ Համբարձումյանը, մեր երեք սրբազանները, մեր Սամվել Կարապետյանը ազգային բարերար եւ մեր բոլոր այն 18 արդարների գործով, այո, գյումրեցիները, քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, բոլորը նրանք այս ռեժիմի պատանդներ են, որոնք գտնվում են անազատության մեջ։ Ես ուզում եմ իրենց տոկունություն մաղթել, ոգու ամրություն մաղթել եւ մեր աղոթները իրանց համար եւ ասել, որ առանց իրենց շատ դժվար է, բայց մենք պարտավոր ենք եւ իրենց փոխարեն պայքարել եւ մեր փոխարեն։ Եվ ին ողջույնները, չգիտեմ, նայում են, չեն նայում, հնարավորություն են թե չէ, բայց խնդրում եմ բոլորին ին ողջույնները փոխանցել ու ասել, որ Հայաստանում հազարավոր են այն քաղաքացիները, որոնք գտնում են, որ այդ մարդիկ պատանդ են եւ նրանք պատանդի կարգավիճակում են այս ռեժիմի հակազգային քաղաքականության արդյունքում։